Հերքել այս ամենը կնշանակի գոնե մեկ ակնթարթ պատկերացնել, թե հենց դա է ճշմարտությունը։ Սուտը օգտվելով հենց այդ լռությունից սկսել է ինքը հանդես գալ որպես ճշմարտություն։ Մոտեցումը եղել է հայկական կողմի ուղղակի ընդհանրապես չարձագանքել։ Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո հարևանների սիրտը մեղմ ասած չդիմացավ։ Մի քանի օր հետո թուրքական եւ ադրբեջանական կայքերը գրեցին, որ Պակիստանի եւ Մեքսիկայի խորհրդարանները ճանաչել են Խոջալույի ցեղասպանությունը։ Այս պարագայում ստացվում է այնպես, որ լռել կնշանակի ասելիք չունենալ։ Օրերս Արցախի Հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց պաշտոնական Բաքվի կողմից Խոջալույի թեմայի շահարկումների մասին։ Հաղորդագրությունում ասված է. Ադրբեջանում սկսվել է ավանդական հակահայկական քարոզարշավը, կապված Խոջալու բնակավայրի 1992 թվականի դեպքերի հետ, երբ վերջինս 1988-ից 1990 թվականները Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից ակտիվորեն բնակեցվում էր, մասնավորապես Ուզբեկստանի Ֆերգանա հովտի թուրք մեսխետներով։ Ընծմին պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր եւ համաշխարհային հանրության գիտակցությանը եւ սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին։ Խոջալի.net հայկական կայքը այս թույնի դեմ հանդես է գալիս փաստերով։ Մենք ուղղակի մի քանի անգամ բռնացրեցինք ադրբեջանական քարոզչական մեքենան լրիվ ուրիշ թեմաներով։ Նրա վրա, որ իրենք կեղծ լուսանկարներ են օգտագործում, այսինքն գրում են ինչ-որ մի բանի մասին, օգտագործում են լրիվ ուրիշ ոչ հայկական, ոչ ադրբեջանական լուսանկար, ինչ-որ երրորդ կոնֆլիկտից։ Շատ նյութեր, որոնք իրանք տպագիր ունեն վերաբերյալ այս ողբերգությանը, լուսանկարներ, տեսանյութեր եւ այլն, շատ հիմնական այդ կադրերից մի քանիսը իրականում Խոջալու հետ կապ չունեն, հա։ Այսինքն մեկը Կոսովոյի զոհեր են, մեկը քրդեր են Թուրքիայում եւ այլն եւ այլն։ Կայքում մարդիկ աշխատում են այսպես ասած մանրադիտակով։ Ադրբեջանական ստերն իրենց այսպես ասած միամտությամբ զարմացնում են։ Դա սկսած այնց, որ ինչ-որ պուրակներ են բացում Խոջալույի զոհերին կապված, հայտարարվում է, որ ինչ-որ եւս մի արձան ա դրվել, օրինակ Բերլինում եւ այլն, բայց իրականում դա շատ ժամանակ իրականությունը մի քիչ այն ճիրենում ինչ-որ կա, հա, օրինակ նույն այդ արձանը Գերմանիայում լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել, որ դա ինչ-որ մեկի սեփական տարածքում է տեղադրված, այսինքն հանրային վայր չի եւ այլն։ Ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր ամեն բան, ինչը իրենք են ոչնչացնում, ասում են գոյություն չի ունեցել, մենք ասում ենք, որ դեպքերը եղել են, անմեղ զոհեր նույնպես։ Մի պահ հենց ադրբեջանական կայք էր բացվել, որտեղ կասկածի տակ էր դրվում հենց ադրբեջանական մոտեցումը, հա, այս ամեն ինչի վերաբերյալ այդ որ կայքը շատ արագ փակվեց։ Իրադարձությունը մի քանի հիմնակետ ունի։ Առաջինը մեղադրվում են հայկական կողմը, որ հումանիտար միջանցք չեն թողել։ Սա հերկվում է հենց ադրբեջանցիների ասվածից, հա, օրինակ այդ տարածքի ու այսօրվա բառերով ասած քաղաքապետի խոսքերով ինքն իր բերանով ասում։ Բայց ովքեր էին զոհերը, քանի զոհ կար, եւ վերջապես ովքեր եւ ինչու արեցին այս ամենը։ Այս հարցերն են, որ պետք է ճիշտ քննվեն։ Մի քանի հոգի զոհվել է քաղաքում ռմբակոծության ժամանակ, հա, այսինքն երբ որ մեր զորքերը սկսել են ռմբակոծությունը մինչև հարձակվելը, դա արդեն ոնց որ մեղքը այն մարդկանց վզին, որ այդ մարդկանց դուր չէին հանում, հա։ Օրինակ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հոդվածը կա, որ կովերին հանում էին, էվակուացնում էին, մարդկանց ոչ։ Մի մեծ խումբ գնում է դեպի Աղդամ, որ այդ ժամանակ ադրբեջանցիների ձեռքում է։ Եվ Աղդամի մատույցներին այդ խմբի հետ ինչ որ բան է կատարվում։ Մարդկանց գնդակահարում են, մոտ 100 հոգի։ Այդ ժամանակ Խոջալու Աղդամ այդ տարածքում հայկական կողմի դեմ կռվում էին երկու ջոկատներ, ազգային ճակատի եւ Մութալիբովի, որոնք մեկ-մեկ իրար հետ էին կռվում։ Մուստաֆայևը սկսեց անկախ հետաքննություն, սակայն տեղի ունեցած հանցանքներին ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին իր տված տեղեկատվությունից հետո լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու չպարզված հանգամանքներում։ Մութալիբովը նախագահը, որը հենց Խոջալույի պատճառով իրան հանեցին, այսինքն փախավ։ Անմիջապես մեղադրում էր հենց ազգային ճակատին, որ իրանք միտումնավոր սպանել են այդ մարդկանց։
Հետո իհարկե ինքը իր խոսքերից հետ քաշվեց եւ այլն։ Դա նկարահանել է Չինգիզ Մուստաֆայևը, որի այդ նկարահանումները շատերը չկան, այսինքն շատ տարօրինակ մի բան ա եղել։ Դանա Մազալովա չեխ լրագրող, որը Մուստաֆայևի ուրեմն ընկերուհին ա եղել, ինքը կադրերը, որը տեսել է հենց Մուստաֆայևի նկարահանումները, մենք տենց էլ չգտանք ինչ որ մի կադր, որը այդ առաջին նկարահանումներից լինի։ Ռազմական հանցագործություն է այդտեղ թաղված եւ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն լուծում են խնդիր մեզ մեղադրելու, այլ նաեւ թաքցնելու իրենց հանցագործությունը։ Այստեղ ոնց որ երկու խնդիր միանգամից ա լուծում, դրա համար այդքան ահռելի գումարներ են լցնում դրա տակ։ Բավարար է արդյոք ուղղակի ճշմարտության բանակում լինել քարոզչական պատերազմ ասվածում հաղթելու համար եւ ինչպես պետք է ճիշտ օգտագործել հավաքագրած փաստերը։